Աշխարհում, որտեղ մենք ապրում ենք, գոյություն ունեն բազմաթիվ կենդանի էակներ։ Ով կյանք է տալիս այս բոլոր կենդանի էակներին։ Մենք կարող ենք կյանքի գաղտնիքը գտնել Աստծո կամքի համաձայն ստեղծված բոլոր բաների միջոցով։ Հայտնություն գլուխ 4 համար 11: Որովհետև դու ամեն բան ստեղծեցիր ու քո կամքով եղան ստեղծվեցին. երկնքում թռչող թռչունները, ծովում լողացող ձկները, դաշտում վազող կենդանիներ։ Բոլոր կենդանի արարածներն ունեն մայրիկ-հայրիկ։ Եվ նրանք կյանք են ստանում իրենց մայրիկներից հայրիկներից։ Մենք, մարդիկս, նույնպես կյանք ենք ստանում մեր մայրիկների հայրիկների միջոցով։ Եվ բոլոր կենդանի արարածները իրենց ծնողներից ժառանգած որոշակի կյանքի տողություն ունեն։ Շների կյանքի տողությունը 15 տարի է, փխերի 60, իսկ ծովային կրիաների 200 տարի։ Ապա, ում միջոցով կարող ենք հավիտենական կյանք ստանալ։ Առաջին Տիմոթեոսին գլուխ 6 համար 14: Միայն նա ունի անմահությունը։ Առաջին Հովհաննես գլուխ 2 համար 2-15: Եվ սա է այն խոստումը, որ նա խոստացավ մեզ, այսինքն հավիտենական կյանքը։ Միայն Աստված, որ ունի անմահություն, կարող է մեզ հավիտենական կյանք տալ։ Ապա, ինչպիսի Աստված է մեզ տալիս հավիտենական կյանք։ Մատթեոս գլուխ 6 համար 9: Հայր մեր, որ երկնքում ես։ Գաղատացիներին գլուխ 4 համար 2-20: Իսկ վերին Երուսաղեմը, որ բոլորիս մայրն է, ազատ է։ Աստված մեզ հավիտենական կյանք է տալիս։ Նրանք են Աստված Հայրը, Աստված Մայրը։ Սա է կյանքի գաղտնիքը, որը թաքնված է Աստծո կամքի համաձայն ստեղծված ամեն ինչում։ Այդ դեպքում ինչպես են Աստված Հայրը, Աստված Մայրը հավիտենական կյանք տալիս։ Հովհաննես գլուխ 6 համար 2-54: Ով ուտում է իմ մարմինը, խմում իմ արյունը, հավիտենական կյանք ունի։ Ինչպես կարող ենք ուտել Հիսուսի մարմինը, խմել նրա արյունը։ Ղուկաս գլուխ 2 համար 15: Շատ ցանկացա իմ չարչարվելուց առաջ այս զատկական ընթրիքը ձեզ հետ ուտել։ Եվ հացը վերցնելով, գոհություն հայտնեց, կտրեց ու նրանց տվեց ասաց. այս է իմ մարմինը, որ ձեզ համար է տրվում։ Այս բաժակը նոր ուխտն է իմ արյունով, որ ձեզ համար է թափվում։ Զատիկի հացը տալով Հիսուս ասաց, որ դա իր մարմինն է։ Իսկ զատիկի գինին տալով ասաց, որ դա իր արյունն է։ Երբ մենք պահում ենք նոր ուխտի զատիկը, մենք կարող ենք հավիտենական կյանք ունենալ, ժառանգելով Աստծո մարմինն ու արյունը դառնալ Աստծո զավակները։ Խնդրում ենք պահել նոր ուխտի զատիկը, ստանալ հավիտենական կյանք Աստված Հորից, Աստված Մորից։